Ներկաներ, թույլ տվեք ներկայանամ, քանի որ սկզբնամասում ես այդքան կարևոր չէի այն առումով, իհարկե որ ունեին գլխավոր դերակատարներ այսօրվա երեկոյի, այնուամենայնիվ թույլ տվեք ծանոթանալ, որովհետև երեկոն միասին ենք անցկացնելու, անջամ բուկվայլը 1 րոպե եւ ծանոթանանք։ Իմ անունը Արթուր է, ես շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ ընկերոջս, Համլետ ջան, ուր ես։ Տեսնեմ էլի նույն տեղում է թե չէ։ Դե լավ, Համլետը կարող է տարբեր տեղերում լինել։ Մենք իրականում Համլետի հետ մանկական, կարելի ասել ընկերներ, եղբայրներ ենք, շատ տարիներ միասին ապրենք, այսօր հեռավորության վրա, բայց նորից վայելում ենք այն հարգանքն ու սերը, որ ի սկզբանե ստեղծել ենք դեռ մանուկ հասակից։ Եվ ես շատ, այստեղ ես, եւ ես շատ շնորհակալ եմ ընկերս, որ այսօրվա երեկոն վստահել ես ինձ վարելու, ինձ համար մեծ պատասխանատվություն է, բայց ես մի գրամ չեմ վախենում, որովհետեւ մենք բոլորս միասին ենք։ Մեր բոլորի միացյալ ջանքերով այսօրվա օրը պետք է կայացենք։ Լավ տրամադրությամբ, չէ՞, ջերմությամբ ու սիրով։ Դե ինչ գավաթները լցեք, ով 1-2 անուշն արել, լավ է կարել։ Բայց հիմա լցեք, քանի որ երեկոն սկսել ենք, ասենք բարով ենք տեսել, մեկս մյուսի բախտենք, լավ տրամադրություն, որպեսզի ունենանք անմոռանալի հարսանիք։ Իսկ այս պահին արդեն պատրաստ է Նորդվին ռեստորանի հմուտ խոհարարների կողմից պատրաստված հայկական ավանդական խորովածը։ Ավանդական, որովհետև մենակ հայի մտքով անցել, որ կարելի է ինչ-որ ուտեստի հետ կապած երգերաժշտություն ունենալ, դրա համար էլ մեր խորովածը տենց համով է։ Դե ինչ, հավանդույթի համաձայն, ընկերներս պատրաստ ենք, Համոր ջան պատրաստեք, հնչեցնենք ավանդական երաժշտությունը եւ դիմավորենք համով հոտով խորովածը, գնացի։ Բրավո եւ շնորհակալություն սպասարկող ազգազմին, շնորհակալություն իմ լավ ընկերներին։ Այնուամենայնիվ ժամանակի առումով ես պարտավոր եմ ամեն ինչ հարմարեցնելու եւ ես ուզում եմ սիրելի հայրենակիցներ, մի պահ երկար չեմ խոսելու, ես խնդրում եմ մի պահ բոլորիդ ուշադրությունը։ Այսօր հարսանիք է, դա ապացույցն է նրա, որ հայը ապրում է, որովհետեւ հայը նոր ընտանիք է ստեղծում եւ այդ ընտանիքում հայ զավակներ են ծնվելու եւ պահելու են հայ անունը, բայց այնուամենայնիվ այս ուրախ առիթով էլ եւ ցանկացած առիթով մենք գավաթ ենք բարձում ու խմում եմ տղերքի համար, ում կյանքի շնորհիվ այսօր մենք ապրում ենք եւ ապրեցնում ենք հայ անունը իդեմս այսօր ներկա գտնվող բոլորի եւ ի գլխավորություն իհարկե մեր նորապսակների։ Ես պետք է խնդրեմ, սիրելի տղամարդիկ, եթե կարելի է, գիտեք ես այդ մասին միշտ ասում եմ, հայրենասիրությունը կամ տղերքին հիշելը կենաց խմելով չէ, փոխադարձ սիրով ու հարգանքով է, որովհետև մենք կարող ենք կենաց շատ խմել, բայց հազար ներողություն, կոնկրետ օրինակ չեմ ասում, հա, ավելի լավ է մենք երկու անգամ յորաբլուր գնանք, քան թե 10 անգամ կենաց խմենք, ես ներողություն մանրամասնելու համար, բայց իրականում հայրենասիրությունը հայը հայի նկատմամբ փոխադարձ հարգանքով ու սիրով է, որովհետև տղերքը իրենց կյանքը դրա համար են տվել են հայրենիքի սիրո համար, այսինքն սիրո համար, այն սերը որը պետք է գերիշխի մեր ժողովրդի մոտ, որովհետև իրար սիրելով մենք ավելի ուժեղ պետք է լինենք։ Ես խնդրում եմ սիրելի տղամարդիկ, բոլորս մեկ մարդու նման, ոտքի կանգնենք, մեկ գավաթ բարձրացնենք ու ասենք մեր խոնարհումն ու խնկարկումը
երաբլուրում եւ այլուր հանգչող այն տղաների, ովքեր իրենց կյանքի գնով մեզ կյանք պարգևեցին։ Պետք է ապրենք, որ ապրեցնենք նրանց անունները եւ նրանց կիսա թողած գործերն ու իղձերն ու երազանքները։ Փառք ու պատիվ տղերքին, հայ զինվորին, հայոց սպային, հայոց բանակին, մեր խոնարհումը նրանց։ Շնորհակալ եմ։ Գավոր ջան, եւ քանի որ տղերքը միշտ էլ հաղթանակած են, իհարկե ցավը բոլորինս է, բայց ուզում եմ այդ հաղթական տրամադրությամբ շարունակենք մեր տոնական երեկոն, այս պահին ասելով բարի ախորժակ, անուշանենք եւ հաղթանակած շարունակենք երեկոն։ Բարի ախորժակ բոլորին։ Շնորհակալություն։ Ես սկզբում էլ նշեցի եւ բոլորիս համար նորություն չէ, որ այսօր շատ տարբեր երկրներից Եվրոպա, Ամերիկա, Ռուսաստանի Դաշնությունների խոսքով շատ տեղերից ունեն հյուրեր եւ ես համոզված եմ ու նույնիսկ գիտեմ այդ մասին, որ շատերը ինչքան էլ մեծ ցանկություն ունեին, բայց տարբեր հարգելի պատճառներով չեն կարողացել այսօր իրենց մասնակցություն ունենալ, բայց կան մարդիկ, ովքեր չեն ուզեցել զերծ մնալ այսօրվա տոնակատարությունից եւ իրենց կողմից իրենց շնորհավորանքը եւ գեղեցիկ ծաղկեփունջ են ուղարկել մեր նորահարսին։ Իսպանիայից Տիգրանի Եվանիի կողմից ընդունեք ծաղկեփունջ եւ ջերմ շնորհավորանքներ մեր նորապսակ զույգին։ Աստված շնորհավոր անի, Գավոր ջան, շնորհակալություն։ Իմիջայլոց ասեմ իգիտություն բոլոր հյուրերի, մենք անպայման դեռ հնարավորություն կունենանք մեր նվերները հանձնելու, ոչ ոք էլ իր նվերը հետուն չի տանելու։ Բնականաբար բոլորը կանցնենք մեր զույգին, սիրելի ծնողներ, աչքներդ լույս լինի։ Հնարավորինս կարճ, որովհետև իրականում խոսքերով չէ, ապրելով է եւ հարգանք տոսերը ցուցաբերելու է մեկը մյուսի հանդեպ։ Գավոր ջան, ձեր անունից շնորհավորենք նաեւ ծնողներին, աչքներդ լույս։ Այսօր ձեր կյանքի ամենագերանելի, ամենագերազանց օրերից է, որ կատարվեց։ Սանասար ջան, իհարկե բոլորս էլ հասկանում ենք ամեն դեպս ով աղջիկ ունի, իմը դեռ փոքր է, բայց արդեն ես զգացողություններ ունեմ, դժվար է։ Կարծես սիրտս անես 10, բայց ուրիշի չէ, 10 սիրող ձեռքեր, որը սիրելու եւ փայփայելու է իրենից մեր Վարդանի, իսկ ձեզ համար ամենակարևորը ձեր բալիկին երջանիկ տեսնելն է։ Նա երջանիկ է եւ այս երջանկությունը թող երկար ու երկար տարիներ վայելեն, դուք էլ տեսնելով նրանց վայելեք ձեր բալիկների երջանկությունը։ Ամլե ջան, աչքերդ լույս լինի, Լուսինե ջան։ Առաջին քայլը կատարված է, վերանալիքները արժևում են, որ ասում են начало многообещающее, իրականում այդպես էլ կա։ Շնորհավորում եմ ձեզ, եղբայրս, Լուսինե ջան, քույրս, աչքներդ լույս լինի, այս ստեղծված հարազատությունն էլ արդեն իսկ թող ամուր լինի։ Ամեն ինչ կախված է մեր զույգից, նրանք դա շատ լավ հասկանում են, ինչքան սիրով լինեն, ինչքան ամուր ընտանիք լինեն, այնքան բարեկամներ իրար տեսնելուց ջերմագին բարևելու են ու ասում են մենք արդեն բարեկամ ենք։ Ցելի ծնողներ, աչքներդ լույս, դուք ել միշտ հարգանքով, խոնարհումով Ինչպես ծնունդներ Մախի եկերեք ասել Արեթից օգտվելով ես նոր իմացա շատ հաճելի անակնկալ էր Սանասար ջան, փաստորեն այսօր ձեր ծննդյան տարեդարձն է Վաու, միա Ամարտը մեր հարսանիքի ժողովուրդն են Շատ հաճելի է Շնորհավորում ենք ձեզ Դերևս ձեր կյանքի ամենամեծ նվերներից է նաև այս, որ ձեր դուստրը անկախ նրանից, որ ձեր աղջիկն է դժվար է, բայց այն, որ նա երջանկություն է գտել, դա ձեզ համար մեծ նվեր է։ Շնորհավորում ենք ձեզ երկար տարիների առողջ կյանք, ձեր տիկնոջ հետ միասին վայելեք ձեր բալիկի, ձեր բալիկների երջանկությունը։ Սիրելի ծնողներ, ձեզ համար խոնարհումս ձեզ այսպես լավ զավակների համար աչքներդ լույս լինի, ընդունեք մեր բոլորի շնորհավորանքները։ Շնորհավորեք մեկը մյուսի հարազատների կողմից, ստացեք շնորհավորանքներ, իսկ գեղեցիկ երգը
կհնչի հատուկ ծնողների պատվին։ Համլետ ջան, ծնողների կենացինել աստղիկը, Տեր Տաչատյան աստղիկը, շատ գեղեցիկ, այսինքն իմ ազգանունի նման շատ հազվադեպ ազգանուն ունի, փաստորեն ինքն էլ ասма բարեկամական կապ ունենք, վաղուցվա բարեկամական կապ, բայց վաղուցման կապ չունի, կարևորը այդ կապը կա։ Աստղիկ Տեր Տաչատյան, աստղիկ ջան, վայելում են գեղեցիկ երգը նվիրված ծնողների։ Շնորհակալ եմ, ես նույնպես սիրով ողջունում եմ բոլոր մեր հյուրերին, Վարդան ջան, Մարիաննա ջան, սրտան շնորհավորում եմ ձեզ, մաղթում անսահման եւ երջանկություն եւ գեղեցիկ կատարումս հատուկ մեր սիրելի ծնողների համար մի հատ բարձր ծափարենք մեր սիրելի ծնողներին մի հատիկ նաշխար կյանքն է մաշունա մի մորացե մի օր կգնա Շնորհակալություն բարձր ծափարենք մեր սիրելի ծնողներին Համո ջան, մի հատ էլ անակնկալ ես եմ ձեզ համար կազմակերպել այսօր եմ պարապել մի քիչ շատ խիստ չդատեք առաջի անգամ եմ երգում Վարդանի եւ Մարիաննայի գլխավորությամբ բոլոր զույգերին հրավիրում եմ շատ սիրուն տանգոյի մի հատ բարձր ծափարենք մեր գեղեցիկ զույգին Բոլորին եմ հրավիրում բարելու Սովամ լավ կստացվի Շնորհակալություն բարձր ծափարենք մեր սիրելի զույգերին Շնորհակալություն, բայց այստեղ ճիշտ կներ ասել Էվխարիստո, աստղիկ ջան։ Շնորհակալություն։
Սիրելի ներկաներ, կարող եք չհեռանալ պարահրապարակից, որովհետև սիրով պատիվ ունեմ ներկայացնելու ընկերոջս, տաղանդավոր մարդու, սիրված եւ ճանաչված երգիչ, որը Հունաստանում եղել է ու Համլետը ինչպես միշտ իր բնավորության համաձայն սրտաբաց կերպով դիմավորել եւ ընկերացել են եւ արդեն Համլետի ընկերն են, նույնպես այսօր եկել է իր գեղեցիկ երգերը նվիրելու մեր զույգին։ Ուզում եմ ծափարենք ընկերոջս, սիրված եւ ճանաչված երգիչ Գարսի Միդոյան։ Շնորհակալ եմ ընկերս։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորին, ոնց է տրամադրությունների հետ։ Մի հատ ջիգարով ծափարենք այս քաղցր անուշ հարսանիքի համար շնորհավորում եմ Վարդան ջան։ Համո ջան, շնորհավորում եմ, մեր զույգը թող վախտավոր լինի, ցավատ տանը։ Այսօրվան մենք երկար ենք սպասել ու Փառք Աստծուն այսօրը կայանում է ու շատ գեղեցիկ է։ Դե ինչ, բոլորիս բարի ժամանց, բարձր տրամադրություն։ Get
որ ծափարում ենք նորապսակների ծնողների համար։ Շատ բարձր։ Սիրի ծնողներ աշտերը դույս լինի։ Այդա, 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 այդա։ Իրում եք, որերում։ Առաջինը մայրիկներն եք ծափարում։ Իմ կյանքում հենց առաջին անգամ Մակրության հավեր շագանախնյուր ունեցել ես մայրի մամուր ընտանիք Մայրիկ ունեցել ես մայրի մամուր ընտանիք Արիներ գլորվեցին անցան կարծես անմահական Ես սանող եմ դարձել ոգինը այն օր եմ հասկացել Երջանիկ իմ հայրիկ ունեցել ես հայրի մամուր ընտանիք Լիներով երջանիկ ուր ընտանիք Այդ երկար տարիներով Կարսիմիդոյան, բրավո։ Չենք երանում ուղղակի հաջորդ երկից առաջ կարևոր բան կա ասելու Համլետ ջան, ուր էր։ Այստեղ ես։ Ուրեմն եւս մի անակնկալ այսօր երեկոն քանի դեռ շարունակվում է, բնականաբար անակնկալները չեն սպառվում եւ եւս մի երկի պրեմիերա, առաջինը իմը եղավ։ Բայց հիմա ընկերս մի գեղեցիկ երգ ունի, որ այսօր առաջին անգամ է հնչելու եւ եղբայրների մասին է երգը։ Հով ջան։ Հովոյի անակնկալն է սա, էլի, հովո պարի դեր անակնկալները էլի ասեմ, էլի շարունակվելու են։ Հով ջան, քո գլխավորությամբ, դու որպես եղբայր շատ կարճի մեջ ասեմ, էլի, ամենակարևոր բանը, ես որ մանկուց եմ ձեզ ճանաչում, բոլոր եղբայրներին բախ չի վիճակվում ընկերներ լինել։ Դուք ընկերներ եք, դա շատ կարևոր բան է։ Բացի նրանից, որ Աստծո կամքով դուք եղբայրներ եք, դուք նաև լավ ընկերներ եք։ Այդ եղբայրության համար է երգը քո անունով, թող լինի բոլոր եղբայրների պատվին։ Կարսիմիդոյանի կողմից երգի պրեմիերա, Հովոյի եւ բոլոր եղբայրների պատվին։ Եվ ժողովուրդ ջան, ուզում եմ ասել, որ այս պահին հենց տեսահոլովակ ենք նկարելու, ես ուզում եմ բոլորս աշխուժ լինենք, դալիճով մեկ բոլորս վարենք, քեֆ անենք, հատուկ ձեզ համար Հովոյի կողմից իր լավ ընկերոջը Հալալ Զուլալ, աղբերը Սալատան է։ Շատ բարձր։ Եվս մեկ անգամ շնորհավոր։ Արժան, եթե թույլ կտաս, ես մի գեղեցիկ երգել եմ ուզում երգել հատուկ մեր մայրիկների համար։ Հով ջան, համ ջան, այս երգը գիտեմ, որ դուք շատ եք սիրում եւ ձեր մայրիկի շատ է սիրում։ Ուզում եմ երգել հատուկ բոլոր մայրերի համար, դալիճում ովքեր գտնում են իրենց մայրիկների կանանց, քույրերի հետ հրավիրեն գեղեցիկ տանգոյի։ Սիրելի մայրեր, ձեզ համար իմ մայրիկ Քոսեն ուրիշ է։ Իմացիր հավեջ փոքոխ ուզում եմ կյանքում իմ բարությունը ամեն սխալս կեսում էր բալես կյանքի ճամփեքը ես հակեյա իմ ամենակ Շնորհակալ եմ շատ բարի ժամանց բոլորիդ։ Որտեղից եկան ամակրակներ Յայ շուշտի էտ սիրո խուտ
Ուսկու քաշոյի բրոյի Իսկույարեմե Բարե բարեմե Իսկույարեմե Ki բարե բարեմե Բարե բարեմե Մարիանա Ֆլայդենս, գեղարվեստական ղեկավար Հիմա Բաղդասարյան։ Մեր կիմային շնորհակալություն այդենք, շնորհակալ ենք։ Իսկ այս ամենի որպես շարունակություն հարգարժան Քավորին Քավոր տիկնոջ հետ միասին խնդրում եմ մոտենանք բարարապարակին, որովհետև այս պարից հետո ճիշտ է հենց առաջի պարից մասնակցել եք, բոլորս նկատել ենք Քավորի թույլտվությամբ։ Բայց այն ինչ հարսանիք, որտեղ չհնչի ավանդական հարսի բառը։ Դա Քավորի ուղեկցությամբ Ազաբի Արսակրոջ մասնակցությամբ, Ազաբի Արսակրոջ 1-2 րոպե, որից հետո բոլոր ցանկացողները կարող են մոտենալ եւ միանալ այս գեղեցիկ ու ճգնախ պարին մեր հայկական ավանդականային հարսի բառը։ Գնացինք ընկերներս պատրաստ են։ Սափերով դիմավոր ենք Քավորին։
բոլորին մասնակիցներին, շնորհակալություն իմ լավ ընկերներին, Palermo Band-ին, իսկ հիմա իհարկե ձերքերդ կազատես, որովհետև ես առաջարկում եմ, ես խնդրում եմ իմ ուշադրություն, հարգելի հյուրեր, հարազատ բարեկամներ, ընկերներ, ովքեր դեռ իրենց նվերները չեն հանձնել, հիմա կմոտենան մի քիչ այն կողմ սեղանին մոտիկ, ես խնդրում եմ, ինչքան էլ հաշվի առնելով մեր ավանդապաշտ լիները հայ ժողովրդի, Զերծ մնանք են հին ավանդույթներից, երբ որ բարձրաձայնում էին, կհիշես, Ամո ջան, դու տարիքով մեծ ես մի քանի տարիքից, այն ժամանակ ասում էին հորքուրի կողմից, Ադամանդե մատանիքերու կողմից, հիմա մի քիչ ժամանակները փոխվել են, կարծում եմ համաձայն եք, որ կարիք չկա բարձրաձայնելու ում կողմից եւ առավել եւս թե ինչ է, այնպես որ հնչելու է երաժշտություն, ովքեր ունեն նվերներ, հարգելի հյուրեր, խնդրում եմ արագ կերպով մոտենանք արագային առումով, որ չսպասենք երկար, մոտենանք, հանձնենք, ասենք Աստված թող շնորհավորանի բարի վայելում, որովհետև դեռ անելիքներ շատ կան, ինձ էլ օգնեք, որպեսզի ես կարողանամ հասցնել ամեն ինչ տեղին շարունակել, ինչ որ Քավորի կողմից ինձ հանձնարարված է։ Հարջան, եւ ի վերջո ուզում եմ ասել ի սկզբանե զույգի կողմից, ամենամեծ նվերը մեր զույգի համար դա ձեր բոլորի ներկայությունն է, որովհետեւ շատերը օտար երկրներից երկար ճանապարհ են անցել եկել, բացի հաշվի առնելով ֆինանսական ծախսերը, մարդու համար ամենակարևորն ու թանկը դա ժամանակն է։ Եվ այն ժամանակը, որ նրանք տրամադրել են մեր զույգին, զույգը ձեզ ասում է շնորհակալություն, թող տա Աստված բոլորիդ ընտանիքներում անկախ վայրից ուրախություն լինի, մենք էլ անպայման կգանք։ Շնորհակալ ենք բոլորիդ, որ եկել եք եւ ձեր նվերներն էլ այս պահին հանձնեք մեր զույգին, եթե արդեն հանձնել եք, շնորհակալ ենք։ Բարի վայելում։ Ընկերներս երաժշտություն կհնչեցնեն, նվերները թող հանձնվեն զույգին։ Счастливый я так долго ждал. В платье подвенечном ты ко мне пришла, и теперь невестой стала ты моей. Может, это сказка, я мечтал о ней. Радостным волнением душа моя полна. Этот день счастливый, так долго я ждала. Ведь все мои желания связаны с тобой, мой единственный, любимый мой. Закружимся в танце в этот день любви, будем веселиться вместе до зари. Зажгутся в небе две звезды. В этот день любви я и ты. В этот светлый праздник целый мир за нас. Небо все усыпано звездами и страз. На пальчике сверкает обручальное кольцо. Ты жених желанный мне, ты мой герой. Знаю, не угаснет пыл нашей любви. В этот яркий праздник нас Бог благословил. И отныне вместе идти нам до конца. Нас всегда два сердца, два кольца. Закружимся в танце в этот день любви, будем веселиться вместе до зари. Зажгутся в небе две звезды. В этот день любви я и ты. Закружимся в танце в этот день любви, будем герой. Знаю, не угаснет пыл нашей любви. В этот яркий праздник нас Бог благословил. И отныне вместе идти нам до конца. Нас всегда два сердца, два кольца. Закружимся в танце в этот день любви, будем веселиться вместе до зари. Зажгутся в небе две звезды. В этот день любви я и ты. Закружимся в танце в этот день любви, будем веселиться вместе до зари. Зажгутся в небе две звезды. В этот день любви я и ты.
этот день любви. Будем веселиться вместе до зари. Зажгутся в небе две звезды. В этот день любви я и ты закружимся в танце в этот день любви. Будем веселиться вместе до зари. Зажгутся в небе две звезды. В этот день любви я и ты зажгутся в небе две звезды. В этот день любви я и ты. Աստված շնորհավորանի։ Հիմա Լուսինե Մայրիկը իր նվերն է հանձնելու իր բալիկներին, իր սիրելի Վարդանին, իր սիրելի Մարիաննային։ Լուսինե ջան պատրաստ ես։ Մենք էլ ենք պատրաստ, գնացինք, ուշադիր։ Օջախից մենք եկել ենք հարսանենք, ձեր աղջիկն է մեր տղին շատ արժանի։ Ձեր օջախից մենք եկել ենք արտանենք, ձեր աղջիկն է մենք եկել ենք, Իսուր խաչն է բազելու մեր կարոցը լինի, քեզ չսնախան մենք բոլորով, ասում ենք շնորհավոր։ Սինտերին հարսին ջերմակ հարսի շոր, թող հարսինը ձեր օջախից, կեսուր մայրիկ լավաշն առած մենք բոլորով, ասում ենք շնորհավոր, մեր տղը թագավոր տղայահաս, ախես ոնց է հարսի շորը կեց ասում, ծաղիկները մենք բոլորով, ասում ենք թող լինեն բախտավոր։ Շնորհավոր, լինեն բախտավոր, ասում ենք շնորհավոր։ Լուսինե ջան, բրավո։ Այսքան տարի ճանաչում էի, չգիտեի, որ Լուսինեսը։ Համո ջան, բա որ տենց պրոբլեմ կար, շուտ ասեի կարգը։ Դա հումորով, բայց իսկ իրականում, եթե Լուսինեն այսքան լավ երգում է, այ ախպեր, մի հատ քուրիկիս մի հատ լավ կլիպ նկարի, այս կոմենկով առած նկարում ես, մի հատ գեղեցիկ կլիպ նկարի։ Քավոր ջան, ուրեմն մեր քավորը։ Ավանդույթի համաձայն ցանկացած հարսանիքի քավորական ընտանիքն էլ ունի նվեր որպես շնորհակալություն այն ամենի համար, ինչը որ Աստծո կողմից ընտրված այսօր այս ստեղծվել է բարեկամությունը եւ քավորին նույնպես նվեր կա։ Համլե ջան, ճիշտ է, չէ՞ տեղեկությունը քավորի նվերի հետ կապված ու դուք պատկերացեք, եթե Լուսինեն որոշել է նաեւ քավորի նվերը այդ կերպով անի։ Ասեմ Լուսինեն նորից նվեր ունի անելու ու ուզում եմ ասել այն պահը, որ սիրո հարգանքի չափը այնքան է, որ նույնիսկ ձեր նվերը երկի տեսքով են նաև լինելու։ Վայելենք Լուսինեի կատարմամբ եւս մի երգ նվիրված քավորական ընտանիքին։ Խնդրեմ Լուսինե ջան։ Աշխարհում հայը ունի իր ադատները, լինես կողքից մեր անբաժան, քավորը սուրբ կամանակ, ամեն ինչ քեզ հալալա, քեզ լավն ու բարի։ Տարելի կյանքն ապրել առանց քավորի, լինես կողքից մեր անբաժան, թող ոտքը չառնի քարին, քեզ լավն ու բարի։ Քավոր ջանարի, կանչեք շուտ, կանչեք քավոր ջանարի, մի հատ շուտ կանչեք, առանց քեզ քեֆը ուրախ չի լինի։ Ունական օպարը հիմա ասեց խնդրում եմ իմանուից ասա խիստ չդատեք այ մարդ կարևորը ցանկությունն ու քո ջանքերն են որ դու չես խնայել քո բալեկի համար ես գիտեմ որ ոչ մի տարբերություն հիմա մենք վայելում ենք գրուպը պատերժքին պատրաստ է գնացինք Գարջան Զակուսկին
սկիզբն էր։ Χαράξανε στις μαύρες τις οθόνοντας αρχάγγελος σαν της κόσμου ραγίζει τους αρμούς. Σου λίγο μαύρο χρώμα, αν με δεις, ας οδηγενείς. Είναι τα πέστια που καίνε, σώματα είναι φτερά. Τα πάθη μας και τα φιλιά σου φορά. Πήρα από λίγο μαύρο χρώμα. Μάνα μη με δεις, να σου τι θυμάμαι ακόμα. Εμείς μου λέγες να... Ապրի հովոն, իբերոխո, հովո, իբերոխո։ Շատ գեղեցիկ հետաքրքիր բառեր։ Մեր մոտ էլ կա, ուղղակի շշի շուրջ են սենց բարում, այդ բաշակի բայց շատ բոլորին շնորհակալություն, շատ լավ էր եւս մի անակնկալ էր օպարի կողմից, շատ շնորհակալություն։ Սիրելի ներկաներ, այս պահին ավանդույթը պահպանված է եւ մեր զույգը որպես շնորհակալություն նմանատիպ ջերմ ընդունելության ձեր կողմից որոշել է իր առաջին պարը։ Ի նկատի ունեմ Վարդան ջան, որպես կին եւ ամուսին առաջի պարը, որովհետեւ միջև հետ հաստատ պարել եք, բայց այն ժամանակ հոգին եւ ամուսին չեք եղել։ Այս պարը ձեր առաջինն է, որպես նոր ընտանիք կազմածույկ եւ այն պետք է լինի նվեր բոլոր հարազատներին։ Իմիջայլոց ուզում եմ տեղեկացնել, որ այս երգը իմ երգն է եւ պրեմիերա է։ Համլետ ջան, որտեղ ես, Համլետ։ Համլետ ջան, այս երգը պրեմիերա է, ուզում եմ տեսնեմ Համլետ ջան։ Համլետն էլ հովանավորն է, բայց դեռ ինքը դրա մասին չգիտի, դա կարևոր չէ։ Ես սիրով ուզում եմ ներկայացնել ձեզ, որի ընկերների ներքո մեր զույգը իր առաջին պարը պետք է բարի։ Չգիտեմ, եթե հնարավորություն կա ֆիզիկական, որտեղ հուզված են, կարող ենք մի հատ ընդամենը ծափահարել ու վայելել նրանց գեղեցիկ պարը։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Բալիկներին պահում ենք, բալիկներին խնդրում եմ։ Իմ սրտի ճանապարհը տարին կյանք մտար Նոր հայացքով նայեցիր ինձ ու սեր խոստացար Ջերմ խոսքերը ավելորդ են, երբ կան զգացմունքներ Իմ ու քո սրտում ծնված մեզ կյանք տվող մի սեր Են չկա ու չի լինի քեզ նման հոգիս Քեզ անչափ սիրում եմ ես միշտ եղի կողքիս Մեծ է սերը իմ սրտի Շունչնեմ ես գում, մեծ է սերը իմ սրտի, քո անունն է իմ շուրթին, օրաստոն է երբ կողքիս ես իմ հավատարիմ, իմ սրտի զարկերն երգում են հույս հավատուս էր, երբ կողքիս ես լուսավոր է ամեն օր աստեց, Երջանիկ եմ, որ հենց դու ես, դարձել կյանքիս քեզ Ես պատրաստ եմ իմ ողջ կյանքը նվիրել հենց քեզ Են չկա ու չի լինի քեզ նման հոգիս Քեզ անչափ սիրում եմ ես միշտ եղիր կողքիս Մեծ է սերը իմ սրտի
նման հոգիս Ես անչափ սիրում եմ ես միշտ եղիր կողքիս Մեծ է սերը իմ սրտի Քո անունն է իմ շուրթին Քեզ գտա ու երջանիկ է կյանքը Խենթանում եմ քո գրկում Քեզ ամոթ պայլում Չեմ ուզում սիրո խոսքեր Քո շունչն եմ ես գում Մեծ է սերը իմ սրտի Քո անունն է իմ շուրթին Օրստոն է երբ կողքիս ես իմ հավատային Բրավո! Վարդան Եմանյանը Կյանքում սենց լավ չէիր բարել վարդ Պապայի արև Այս սերն է իրականում որը երևում է նույնիսկ ձեր աչքերում, նույնիսկ անծանոթ մարդ եք, ասի, որ դուք սիրահարված եք։ Շնորհակալ եմ ձեզ, Քավոր ջան, լավ էր, չէ՞։ Չեք լավ պարեցին, չէ՞, վերնիմ չանի։ Շնորհակալ եմ, կարող եք տեղավորվեք։ Ես սկզբում էլ նշեցի եւ բոլորիս համար նորություն չէ, որ այսօր շատ տարբեր երկրներից Եվրոպա, Ամերիկա, Ռուսաստանի Դաշնությունների խոսքով շատ տեղերից ունեն հյուրեր Եվ ես համոզված եմ ու նույնիսկ գիտեմ այդ մասին, որ շատերը ինչքան էլ մեծ ցանկություն ունեին, բայց տարբեր հարգելի պատճառներով չեն կարողացել այսօր իրենց մասնակցություն ունենալ, բայց կան մարդիկ, ովքեր չեն ուզեցել զերծ մնալ այսօրվա տոնակատարությունից եւ իրենց կողմից իրենց շնորհավորանքը եւ գեղեցիկ ծաղկեփունջ են ուղարկել մեր նորահարսին։ Իսպանիայից Տիգրանի Եվանիի կողմից ընդունեք ծաղկեփունջ եւ ջերմ շնորհավորանքներ մեր նորապսակ զույգին։ Շնորհակալություն Տիգրանին Եվանին, կարողներին նույնպես, Էվա Դադիկ ջան, հիմա մենք, էլի աչքդ լույսինի, հիմա ուզում էին ներողություն խնդրեի միգուցե կենացը ուշացնելու համար ուղղակի պարտավոր եմ հասնելու այն ամենը ինչ կախված է տեխնիկական հարցերի հետ, բայց մինչ ձեր կենացին այստեղ էլի տատիկ պապիկներ ունենք, որ պետք է անդրադառնանք ու շնորհավորենք, ովքեր չկան, նրանց ասենք հիշատակաբար մնա, սիրելի ծնող,